Կիվեստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա եւ շատ մոտ էինք այդ տարբերակին։ Բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետեւ այդ հռչակելը կնշանակեր մեկ բան. բանակցային գործընթացի ձախողում եւ պատերազմ հրահրելու առիթ։ Այս կազուս բելի կոչեցյալ։ Եվ նայեք, եւ մենք այդ բանակցությունները ես չեմ կասկածում, որ արդյունքում մենք կբերեինք մեր ցանկացած տարբերակին։ Մի բան է պետք. հետևողական աշխատանք եւ ճիշտ քայլեր։ Հիմա ինչ է արել Նիկոլ Փաշինյանը 18 թվականին։ Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է Արցախ Հայաստանը եւ վերջ, եւ ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ինչ որ բան էինք հաղորդել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Սա անպատասխանատվության ծայրահեղ, ավելի շատ, ասենց ասեմ, տգիտության, հիմարության բաներ, կիրառումներ ուղղակի։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Ֆրանսիայի դեմս Ֆրանսիա Եվրոմիություն։ Պրոբլեմները Հայաստանը ունեցավ այն ժամանակ, երբ այս երեակին մերժեց։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ասեց ինձանից ինչ եք ուզում։ Գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Սենց էր ասում, չէ՞։ Գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Ինչա մեր խելքը չէր կտրում, կտրում էր։ Բայց դու չպետք է հատկապես երբ արդեն ռազմական բալանսը ինչ որտեղ խախտվել էր, դու չպետք է այդպեսի քայլ անես։ Դա պրովոկացիա էր, որը բերեց չափազանց ծանր հետևանքների։